Կարապետյան այս պահին ներսում բարձրաստիճան եվրոպացի հերթական պաշտոնյան է։ Այստեղ ակցիա իրականացվեց, արձագանքները ձեզ կլինեն, որովհետև մենք նմանատիպ ակցիաների արդեն փորձ ունեցել ենք եւ այսպես էլ արձագանքների ականատես Տեսեք, շատ տարօրինակ կլինի, եթե չիրականացվի ակցիա եւ շատ անբնական ու անհասկանալի կլինի, երբ մեր խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում նաեւ մեր լոբիստական կազմակերպությունները փորձեն դրսում խոսեն քաղաքական բանտարկյալների մասին, իսկ ներսում որևէ ակցիա չիրականացվի։ Այդ տեսանկյունից շատ կարեւոր են նմանատիպ ակցիաները եւ ինչքան շատ լինեն տարբեր նախաձեռնություններ տարբեր ֆորմատներով կարելի է մենակ ակցիա անել, լուռ ակցիա անել, մեծ ակցիա անել, բայց բարձրաձայնել անընդհատ եւ դռները փակել պետք է։ Ինչ վերաբերում է արդյունքներին, ցավոք արդեն 8-րդ տարին է լրանում, ինչ մենք տեսնում ենք, որ միջազգային կառույցները կարծես թե շեղվել են իրենց իսկ որդեգրած ժողովրդավարական եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղուց եւ հենց միջազգային կառույցներն են, որ ռեկորդակիր երկակի ստանդարտներ են կիրառում եւ հենց հատկապես մեր երկրի վրա մենք դա զգում ենք եւ զգում ենք շատ վատ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս վերջին Progress Report-ը, որը մենք կարդացինք ու ապշեցինք, թե անցնող տարվա մասին էր այդ զեկույցը, անցնող տարում Հայաստանը մարդու իրավունքները թաղելու ռեկորդներ է սահմանել եւ քաղաքական հետապնդումների երևի թե տարածաշրջանում անցել է միշտ դրանով հայտնի հարևան պետություններին եւ որևէ տար այդ մասին չկար զեկույցում։ Ինչով է դա պայմանավորված? Դա պայմանավորված է նրանով, որ մեծ գեոպոլիտիկ խաչմերուկներում մեր երկիրը կորցրել է իր տեղը եւ արևմտյան կառույցների հետ աշխատանքի բացակայությունը, շատ դեպքերում նաեւ հակառակ աշխատանքը, որը տարվում է իշխանությունների կողմից, նաեւ շահերի համընկնումը բերել են նրան, որ օրինակ հարևան Վրաստանը, հարևան Ադրբեջանը, Թուրքիան նկարագրվում են մի շարք մարդու իրավունքների խախտումներով ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց հանդեպ հետապնդումներով, իսկ Հայաստանը, որը կրկնեմ ռեկորդակիրն է անցած տարվա մեջ այդ տեսանկյունից, որևէ տառ անգամ այդ մասին չկա ազատ մամուլի, ազատ խոսքի ոտնահարման մասին, ինչպիսին էր անտիֆեյքի գրասենյակի խայտառակ խուզարկությունը Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ազատազրկումը, չկա որևէ բառ կրկնում եմ այն պատճառների մասին, ինչու են կալանավորված սրբազանները, իսկ Արադ Միրզոյանը ունենում է հանդգնություն այստեղ սարքած կեղծ ապացույցների, որոնք ապացուցված է, որ մոնտաժված են, իսկ Արշակ Սրբազանին ընդհանրապես կորել է իրեղեն ապացույցը, նա ունի հանդգնություն կանգնել այդ բարձր ամբիոնից ասել, որ իրեն ուզում էին սպանել, անգամ իրեն։ Տեսեք, կեղծիքը այնքան է խտացել եւ այդ կեղծիքին անգամ միջազգային կառույցների սիրված այդ լողացող գոնե մտահոգություն հայտնելը այնքան ցցում է, որ չկա, որ մենք այսօր գործ ունենք մի իշխանության հետ, որը վայելում է միջազգային կառույցների հովանավորությունը։ Թե ինչ պատճառներով է վայելում, կարծում եմ այդ մասին շատ է խոսվել եւ մենք հասկանում ենք ինչի, բայց այս իրողությունը որևէ կերպով մեզ պետք է չհիասթափեցնի, մենք պետք է շարունակենք պայքարել, մենք պետք է մեկ առիթով եմ ասեմ, պաշտպանենք եվրոպական արժեքները եվրոպական կառույցներից։ Մարդու իրավունքների հանձնակատարը, որը այստեղ է գտնվում, պետք է պարտադիր տեղեկացած լինի, որ 15 օր հացադուլի մեջ գտնված Նարեկ Սամսոնյանի մոտ լուրջ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, իսկ ինչպես մենք տեսանք զարգացումներից, որևէ տառ, որևէ արձագանք, որևէ այց, որևէ մեկի կողմից իրավասու մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կառույցների կողմից չի եղել։ Չեն եղել այցելություններ մյուս քաղաքական բանտարկյալների, մարդուն մենք ունենք սարսափելի դեպք է, մարդուն միայն մեր ձևով արտահայտության համար կամայական այսպես բացատրությունով, հիվանդ երևակայության
բացատրությունով ուղակի հանում են դաշտից։ Սա դասական ընդդիմադիր դաշտի մաքրումն է ընտրություններից առաջ։ Սա եվրոպական կառույցներում, նամանավանդ Եվրոպայի խորհրդում, որի ներկայացուցիչն է այսօր Երևանում ներկա, պետք է լիներ զարհուրելի դեպք։ Փոխարենը մենք տեսնում ենք լռություն։ Ինչու էլի եմ կրկնում, որովհետև գեոպոլիտիկ շահերը համընկել են եւ մեր իշխանությունները այսօր վայելում են միջազգային կառույցների ցցուն հովանավորությունը։